Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Սիրով ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին։ Sam Lucy Agency հիմնադիր տնօրեն Մելանիա Հովհաննիսյան։ Ողջույն, Մելանիա ջան։ Բարև Համեցիր նստիր։ Բարև Մելանիա ջան։ Բարև ձեզ։ Ոնց ես։ Շատ լավ, դուք ոնց եք։ Լավ, փառք Աստծո։ Ես ասեմ անկեղծ իմ խոստովանությունը, որ այսօր ես անչափ ուրախ եմ, որ քո նման հյուր ունեմ ու ուրախ եմ, որ դու այսօր իմ տաղավարի հյուրն ես։ Ընդհանրապես բոլորն էլ ինձ մոտ գալիս են մարդիկ, ում ես շատ սիրում եմ, շատ հավանում եմ ու ընդունում եմ։ Գալիս են, ամեն տեսակ մարդ էլ գալիս են, տարբեր մասնագիտությունների, տարբեր եւ ծանոթներ եւ անծանոթներ գալիս են, լավ անծանոթների հետ ծանոթանում ենք։ Ու ուրախ եմ, որ իրոք դու այսօր իմ տաղավարում ես։ Ես կուզենամ մի փոքր պատմես քո մասին։ Նախ ասեմ, որ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Ես ներկայացնում եմ Sam Lucy Agency-ին, մենք զբաղվում ենք շատ կարևոր ու պատասխանատու գործով, զբաղվում ենք drug and alcohol rehab-ներով, օգնում ենք այն մարդկանց, ովքեր ունեն կախվածություն թմրամիջոցներից եւ ալկոհոլից, եւ իմ company-ն, որ ես հիմնել եմ, մենք օգնում ենք նաեւ company-ներին, drug and alcohol rehab company-ներին, որպեսզի աշխատողներ ունենան, կարողանան աշխատեն իրենց ամբողջ A to Z պրոգրամը վարելու համար։ Այ հենց դա էր պատճառը, որ մենք անպայման գտանք քեզ ու ծանոթացանք իրար հետ, որովհետև մենք նոր ֆիլմ ա սկսում, որը հենց ձեր գծով է։ Գալիս են բուժվում են, ասենք մարդիկ, որ կախվածության տակ են, օգտագործում են տարբեր նարկոտիկներ եւ այլն եւ այլն։ Եվ շատ շնորհակալություն, որ դու համաձայնվեցիր եւ նույնիսկ ոչ միայն թողեցիր, որ քո այդ ռիհաբում նկարահանումներ անենք, այլ նաև հովանավոր կանգնեցիր այդ ֆիլմին, գլխավոր հովանավոր, որի համար անչափ շնորհակալ եմ։ Ես այնքան քո շնորհակալ եմ Աստծուց, որ այդ առիթը ստեղծվեց ու կարևորը ծանոթացանք քո հետ, որովհետև շատ անուշ մարդ ես, շատ կարգին մարդ ես, ինձ համար մեծ հպարտություն է քո հետ քո նման աղջկա հետ ծանոթանալը։ Կրթությունը Կրթությունս երկու կրթություն ունեմ իրականում, ավարտել եմ ժուրնալիստիկայի ֆակուլտետը ու չեմ աշխատել որպես ժուրնալիստ, հետո հասկացա, որ ավելի շատ իրավաբան եմ ուզում աշխատել։ Ընդունվեցի համալսարան, ավարտեցի իրավաբանության ֆակուլտետը ու սկսեցի աշխատել Հայաստանում։ Ունեցա մի քանի кейսեր, հետո green card շահեցի ու Աստծո կամոք եկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ու այստեղ սկսեցի նորից զրոյից։ Աշխատեցիր որպես իրավաբան։ Այո, աշխատեցի որպես իրավաբան, ներկայացա դատարանում, ներկայացրեցի մի քանի մարդկանց շահերը դատարանում ու այդքանով սահմանափակվեց իմ իրավաբանի մասնագիտության աշխատելը Հայաստանում։ Գիտեմ, որ մի զավակ ունես ընդամենը շատ լավ երիտասարդ մի տղա։ Կուզենայի պատմել նրա մասին, ինչով է զբաղվում։ Սեմը Իհարկե Սեմի անունով է իմ բիզնեսը, Sam Lucy Agency-ն ես ունեցել եմ դեռ Հայաստանում, իմ իրավաբանական գրասենյակը եւ ունեի նաեւ տուրիստական գրասենյակ, այն ժամանակ դեռ շատ երիտասարդ էի, հիմնեցի Sam Lucy անունը, որտեվ մեծ երազանքներ ունեի, ուզում էի աղջիկ էլ ունենայի Lucy անունով, այդպես էլ չստացվեց, ինչևից է, Sam Lucy Agency-ն իմ տղայի անունով է, որ ինքը մեծ կարող եմ ասել շատ լավ կրում է այդ անունի հիմքը, որ նա աշխատում է ինձ հետ, program director assistant-ի աշխատանք է վարում ու ցանկացած աշխատանքի մեջ իմ բիզնեսի հետ կապված ինձ օգնում է իմ կողքին է։ Իրար հետ եք։ Միասին։ Դա շատ լավ է, դրանից լավ բան էլ ինչ է։ Ոչ։ Գիտես ինչ, դուք ուրեմն կրկնակի լավ գործ եք անում, համ որ մարդկանց բերում եք, առողջացնում եք ու ճանապարհում եք, բացի դա էլ որ մշակույթից հեռու չես մնում։ Մարդիկ կան, որ իրոք աշխատում են, լավ էլ հնարավորություններ ունեն, բայց մշակույթի հետ կապ չունեն։ Էս էլ լավ գործ է, այդ մշակույթը դա որ դուք անում եք այդ հովանավորություն կամ օգնում եք, դա ամբողջ ժողովրդին եք լավ գործ անում, նոր գեղեցիկ բան է ստեղծվում, բարի գործ եք անում։ Ու իսկապես ոչ բոլորն է, որ մասնակցում են, ոչ մարդը ասում է, ես այդ գործերի հետ գործ չունեմ, բայց ինչի եթե ունես հնարավորություն օգտի էլի, օգտի թող մարդիկ կան, թող ժողովուրդը կա տեսնի ուրախանա ու
շատ լավ է։ Դրա համար նորից ու նորից շնորհակալություն եմ ասում։ Քանի տարի եղավ ինչ Միացյալ Նահանգներում ես։ Երևի թե արդեն 17 տարի, եթե չեմ սխալվում։ 17 տարի Միացյալ Նահանգներում ես։ Եկար ու սկզբում դե բարձա դժվարություններ երևի ունեցար։ Ես երբ որ եկա Միացյալ Նահանգներ, այո, շատ դժվարություններ ունեցա, քանի որ այն ժամանակ բացարձակ անգլերեն չէի խոսում, համասարում ֆրանսերեն էի սովորել։ Անգլերեն 2 բառ չէի կարողանում խոսել, այնպես որ իրավաբան աղջիկ Հայաստանում իր բիզնես ունեցած ու իսկապես լավ փող է այնտեղ աշխատում Հայաստանի համար, եկա այստեղ ու սկսեցի աշխատել խանութում, բայց չէի ընկճվում, չէի նեղվում։ Համենայն դեպս ցույց չէի տալիս, որ նեղվում էի։ Աշխատանք համար չի ինչ է։ Բացարձակապես, այո, տենց խանութում էի աշխատում ու մեծ սիրով, հետո խանութում ստացա head cashier management-ի position ստացա, հետո գնացի դպրոց, ուզում էի իրավաբանի օգնական սովորել, քանի որ հետո ինձ ասացին քո անգլերեն այնքան բավարար չի, որ իրավաբանի Դրա համար քոլեջ գնացիր, սովորեցիր, հա։ Ինձ ուղարկեցին պրակտիկայի Ատամնաբուժի մոտ, այնտեղ մի անգամից ինձ ընդունեցին աշխատանքի, էլի 6 ամիս հետո դարձա back office manager, այդ ընթացքում իմ ընկերներից մեկը, որ rehab էր բացել, ու real estate-ել էի անում, տների արք ու վաճառքով էի ժամանակ զբաղվում նաև, այո, ապրես։ Ընկերուհիս, որ իմ real estate broker-ն էր, ինձ բացեց rehab ու ասում էր մել դու շատ լավ կլինես այս աշխատանքի մեջ, այդպես գնացի իր մոտ աշխատելու, այդպես սկսեց իմ կարիերան։ Սկսեցի ես գործով զբաղվել։ Գիտեմ, շատերը օրինակ դե չեն գալիս, չէ՞, ամեն մարդ չի ուզում գա, թե մեկը կա ամաչում ա որ կա, իմանան գնացել ա տենստեղ փուշվելու, մեկը կա ուղղակի իրանց ձեռ չի տալ, ինքը իր այդ կյանքը ավելի է սիրում։ Ոնց են գալիս ձեր մոտ, դե ովքեր են գալիս, ոնց եք սկսում իրանց հետ հոգեբանական բաներ երևի զրույցներ եք ունենում։ Այո, շատ մեծ աշխատանք ենք պարողած դրան տանում մեր հիվանդների հետ։ Այո, այդ գալու պահը ամենակարևոր պահն է, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դու չես կարող ոչ մեկին ստիպել, որ գան բուժվելու։ Պետք է իրանց կամքով գան, անգամ իրանց ամբողջ ընտանիքը կանգնի, ոչ մի ձև չեն կարող ստիպել, պետք է մարդը ցանկանա բուժվել ու դա առաջին ու ամենակարևոր պայմանն է։ Եթե իսկապես ուզում են բուժվել, մեր մոտ դեղորայքային եւ հոգեբանական մեծ աջակցություն ունենք։ Ավելի շատ հոգեբանական է։ Երկուսը միասին, որովհետեւ մեկը առանց մյուսի չի կարող աշխատել, քանի որ երբ որ մարդը ունի մեծ addiction, կախվածություն դեղամիջոցներից, պետք է սկսել դեղամիջոցներով, հետո քիչ-քիչ թույլատրել դրանք ու հասնել այն մի վիճակի, որ մարդը բացարձակ կախվածություն չունի։ Ու մեր մասնագետները մեծ որակավորում ունեցող մասնագետներ են, որ ունենք իրենց հետ աշխատելով ունենում ենք լավ մեծ արդյունքներ։ Ես առաջի մասը ավարտվեց մեր զրույցի, այսինչ արագ անցնում։ Հիմա մենք անցնենք մեր գովազդին, որից հետո կշարունակենք այսքան հետաքրքիր զրույցը։ Շատ լավ։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը մի շատ հաճելի անձնավորության հետ, ու նորից եմ ասում, ինձ այնքան լավ էր, որ առիթ ունեցանք, երբ Աստվածը տենց ուզեց, որ մենք ծանոթացանք ու մեր մտերմությունը, մեր ծանոթությունը, մեր բարեկամությունը ինձ թվում է պետք է շարունակվի, որտեղ հազիվ լավ մարդիկ իրար հանդիպել են։ Ու հետո ինձ համար այնքան թանկ բարդ է իմ հյուրը, որտեղ իմ կդուչ անունից է վերջո Մելանիա։ Դե ինչ բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ իմ զրույցը Մելանիա Հովհաննիսյանի հետ։ Մելանիա ջան, առաջի մասում մենք խոսացինք ու ինձ թվում է դեռ կարող ենք այդ թեմայի շուրջը խոսալ։ Կան մարդիկ ու մենք այնտեղ անդրադարձանք, որ ամաչում են կամ բուժվելու կամ չգիտեմ, այ դրա մասին կուզեմ խոսես։ Այո, ցավոք սրտի կուզեմ շատ անդրադառնալ այդ թեմային, մեր հայ ամայնքը շատ ժամանակ հենց այդ ամոթի պատճառով կորցնում են իրենց երեխաներին։ Կուզեմ, որ հասկանան մեր հայ ծնողները, որ ամենակարևորը ձեր երեխաներին փրկելն է ու մեզ մոտ ունենք HIPAA violation, մենք երբեք ոչ միտեղ չենք բարձրաձայնում ձեր երեխաները մեզ մոտ բուժվում են։ Մեզ մոտ բուժումը իրականում confidential է, ոչ մեկ չի իմանում, որ բուժվում եք մեր մոտ ու կուզեմ, որ բոլոր հայ ծնողները մի անգամից հասկանան իրենց երեխաների խնդիրները եւ մի անգամից դիմեն մեզ, որովհետեւ շատ կարեւոր է փրկել ձեր երեխաներին, որովհետեւ սկզբում շատ ավելի հեշտ է, քան արդեն մի քանի տարի անց, որովհետեւ նրանք
գնալով ավելի խորանում է իրենց Արդեն addiction-ը։ բուժումն էլ արդեն Ավելի դժվարանում է, այո։ դժվարանում է, վայրք։ Ապագա ծրագրեր ունես, հետակ, ասենք, նոր իդեաներ, նոր, ասենք, չգիտեմ, նոր բաներ անելու կամ բան, որտեվ բոլորն էլ ունենում են էլ այդպես։ Նախագծեր, էլի նոր նախագծեր։ Ունեմ ու համարյա թե արդեն ավարտել ենք, այսպես կարող եմ ասել, մի ծրագիր ենք ստեղծել, կոչվում է Helpful Voices։ Այս ծրագիրը օգնում է drug and alcohol rehab center-ներին, որ կարողանան շատ լավ group therapy-ներ անել, քանի որ ես որպես owner, որպես rehab-ի տնօրեն եւ տեր եւ որպես program director multiple rehab-ների հասկացել եմ, որ այստեղ բաց թողումներ ունենք։ Շատ աշխատողներ ունեն կրթություն, բայց չունեն ճիշտ որակավորում, որտեղ նրանք հենց միանգամից դպրոցից գալիս են մեր մոտ աշխատելու, չունեն ճիշտ որակավորումներ, ճիշտ աշխատանքի ձև։ Դրա համար որոշեցի ստեղծել այս ծրագիրը, որով կարող են guideline լինի իրանց համար, նոր աշխատողների համար, կօգնի իրանց համար group therapy-ներ անել։ Շատ հետաքրքիր AI-ով սարքած ծրագիր է, որ բոլորդ կարող եք դիմել մեզ ու purchase անել ու դրանով վարել ձեր group facilitator-ների աշխատանքը սարքել ավելի հեշտ։ Շատ բարի օգտակար գործ է կանում, շատ։ Եվ իսկապես պետք է ծնողները գիտակցեն, որ դա երեխային փրկելու հարցն է այստեղ։ Երեխային իսկապես, եթե երեխան քո համար թանկ է ու չես ուզում այդ երեխային կորցնես, պետք է անես ամեն ինչ էլ որ։ Այո։ Գիտես, այսպեսի հարց եմ պատրաստել քո համար, չգիտեմ ոնց կպատասխանես, բայց հետաքրքիր է ինչպես կպատասխանես։ Ինչը կարող է քեզ ուրախացնել այս կյանքում։ Ու ինչից ես դու շատ ավելի նյարդային անում։ Ինձ կարող է ամենափոքրիկ բանը պարոն Ղազյան ուրախացնել, մի հատ փոքրիկ վերաբերմունք, փոքրիկ շնորհակալություն կամ փոքրիկ ժեստ։ Իսկ նյարդայնացնելը, երբ որ մարդու անշնորհակալ լինել է այս աշխարհում, եթե ինչ-որ մեկը քեզ համար մի հատ այդ փոքրիկ բանը անում է, պետք է կարողանանք շնորհակալություն հայտնել եւ գոհունակ լինել, որովհետեւ բոլորս մեր զբաղված ժամանակից, եթե կարող ենք ինչ-որ մեկին ինչ-որ մի րոպե տրամադրել, պետք է մարդ շնորհակալ ու գոհունակ լինի, որովհետև ոչ մեկի համար ինչ-որ բան պարտավորություններ չունի անելու, բայց եթե ինչ-որ մեկի համար մի պուճուրիկ ինչ-որ բանով փորձում է օգնել, աջակցել, գնահատված լինել, հանգիստ ես, որ իսկապես այս մարդը գնահատեցին չարչարանքի իմ աշխատանքը, դրանից բարձր գնահատական չկա, գնահատանք չկա։ Այո, չգնահատված լինելը կարող է ինձ ահավոր չափից դուրս հունից հանել ու ես Սկորպիո եմ, կարիճ, աստղաբանության չգիտեմ, դուք հավատում եք թե չէ, ես սիրում եմ ու ես մարդուն նվիրվում եմ շատ, բայց երբ որ տեսնում եմ արդեն ինձ հասնում է մի պահ, որ այդ չգնահատված լինելը միանգամից այդ մարդիկ ցավոք սրտի իմ կյանքից դուրս են գալիս։ Ցավոք սրտի կամ բարեբախտաբար։ Շատ լավ է, ես բավարարված եմ, Մելանիա ջան։ Չես գում ամեն անգամ Մելանիա ասելուց ոնց է։ Սրտանց եք ասում պարոն Ղազյան։ Մելանիա ջան։ Տիկին Մելանիա։ Մելանիա ջան, դու սիրում ես քո աշխատանքը, հաճույքով ես անում։ Ես ինձ թվում է, պարոն Ղազյան, ինձ թվում է ես իմ աշխատանքը կանեմ մինչև իմ վերջի շունչը, որովհետև ահավոր շատ եմ սիրում։ Երբ որ մեր հիվանդները գալիս են like dark, mood, տանջված ու գնում են մեզանից արևի պես պայծառ ու ապագայով ու իմիջիալոց մենք մեր հիվանդներին ավարտելուց հետո մեր ծրագիրը օգնում ենք նաև ընդունվել աշխատանքի։ Նրանց after care plan-ն էլ է մեր աշխատանքի մեջ մտնում։ Երբ որ արդեն տեսնում ենք նրանք աշխատում են ու բավականին մեծ ձեռքբերումներ ունեն իրենց կյանքում, ինձ համար դա մեծ ձեռքբերում է հենց ինձ համար ու ավելի շատ մեծանում եմ ու ուզում եմ ավելի շատ լավ բաներ անել։ Իսկ Մելանիա ջան, լինում է, որ դրանից հետո բարեկամանում եք, ասեք ձեր հիվանդների հետ ու շարունակում եք արդեն որպես բարեկամներ։ Շատ դեպքերում եղել է, երբ որ ես նրանց աշխատանքի եմ ընդունել ու նրանք դարձել են ամենալավ մասնագետներ այսօր։ Ունեմ շատ լավ case manager-ներ, որ նրանց առիթներին, իհարկե, նրանց երեխաների ծնունդին, ամուսնությանը մասնակցում ենք, աշխատում են մեր մոտ ու շատ մեծ ձեռքբերումներ ունեն, անգամ ի սկզբանե եղել է, պարոն Ղազյան, որ նրանք եկել են իմ մոտ բուժվելու, ասել են մեր վրա ժամանակ մի ծախսի, որտեղ դուրս են գալու, նորից օգտագործենք։ Ու ես նրանց աշկեր մեջ նայելով ասել եմ you're going to be my project ու you're going to stay sober ու միջև այսօր sober են ու աշխատում են ինձ համար ու ընտանիքներով այո մոտիկ ենք ու դրանից լավ աշխատանքի գնահատական չեմ կարծում որ ինչ որ մեկը կուզենար ունենալ։ Դες աշխատանքի բերումով լավ բարեկամ, լավ ընկեր ունեցա։ Իհարկե։ Շատ լավ է։
Բայց ասես գալիս են, դու ասես որ չէ, բեկա մենք շարունակելու ենք, բան չեն եկել որ գիտեր որովհետև կա որ նրանց ծնողներն են ուղարկել կամ court order like եթե ունեցել են ակսիդենտներ կամ խմած վարել են court ուղարկում է մեզ մոտ բուժվելու պիտի կամ գնան ջելում նստեն կամ պետքա գան բուժվեն որոշում են որ բուժվեն բայց գալիս են ինչ որ wrong reason-ների համար բայց սիրում են սոբր լինել եւ սոբր են մնում Չէ, իսկապես շատ բարի ու լավ գործ եք անում Այս մեր ֆիլմը, որը նկարվել է եւ որի դել դու գլխավոր հովանավորը համաձայնվեցիր լինել, ես այդ ֆիլմում բժիշկի դեր եմ խաղալու, ես կուզենամ մի քանի անգամ էլ գամ, այն բժիշկների հետ շփվել, դու ինձ խորհուրդներ տաս, երկու բան, թե որ ավելի ճիշտ լինել, ասենք, ինչպես պետք է այդ բժիշկը իր ապահի, ինչ մոտեցում է դեպի հիվանդը, ոնց է իրաց հետ սրուցում, ոնց հասկացնում, այդ բաներով ես երևի քեզ էլի պետք է դիմենք։ Պարտադիր, ամեն հարցում ձեր կողքին ենք պահվածին։ Եղավ Մելանիա ջան, շնորհակալություն, հիմա նորից մեկ պետք է կամաց ասենք մեր գովազդին Որից հետո նորից կշարունակենք այս զրույցը, իսկապես ինձ համար շատ հետաքրքիր, շատ հաճելի ու շատ լավ զրույց էր։ Փոխադարձ։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում նորից հետո նորից կշարունակեմ իմ զրույցը Մելանիա Հովհաննիսյանի հետ։ Մելանիա։ Գովազդ ARTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Մելանիա Հովհաննիսյանի հետ։ Մելանիա ջան, իսկ Բացի այդ ամեն ինչը քո այդ զբաղմունքը, քո այդ գործը, քո աշխատանքը, այդ լավ աշխատանքը, բարի աշխատանքը ունես էլ նախասիրություններ, հոբիներ ունես։ Ճիշտ ասած, այսքան զբաղվածության հետ մեկտեղ փորձում եմ ինձ համար ժամ տրամադրել, երբ որ ժամ եմ ունենում ազատ, ջիմ եմ գնում, մարզվելու, քանի որ մեծանում ենք, ուզում ենք մի շեյպի մեջ մնալ, ինչքանով հնարավոր է։ Շատ ճիշտ է ու շատ կարևոր։ Եվ փորձում եմ ընկերներից համար ժամանակ գտնել։ Շատ լինում են ընկերներ զանգում են, ասում են կարող ենք հանդիպել, ասում եմ ժամադրություն վերցրեք կամ եթե պիտի ռիհաբ բացեք, զանգեք, appointment վերցրեք։ Աննան ընկերներիցս մեկը like 5 օր առաջ զանգել, ասում եմ ուզում եմ քեզ տեսնեմ, $20,000 ունեմ, կարամ ռիհաբ բացեմ, կամ քեզ գոնե տեսնեմ դրա համար։ Իհարկե կատակի համար, բայց այնքան զբաղված է իմ աշխատանքը, որ ընկերներս ուզում են ինձ տեսնեն, մտածում են ինչ անեն, որ տեսնեն, բայց փորձում եմ ժամանակ գտնել իրանց համար։ Դե առանց ընկերների առանց։ Հետո հոգնում էլ ես դու իմ քիչ էլ քեզ թուլանալ է, պետք չէ լիցքաթափվել է պետք։ Օրվա ծանր աշխատանքից, լարված աշխատանքից, պատասխանատու աշխատանքից։ Ինչ եկել ես Միացյալ Նահանգներ, ես ընթացքում եղել ես Հայաստանում։ Ամեն տարի երևի թե այսպես ասած, եթե ես էլ ամեն տարի չեմ լինում, ապա տղաս եւ ծնողներս միշտ ամեն տարի Հայաստանում են ու երբ որ ինքնաթիռը կանգնում է արդեն այդ անիվները կպնում են հողին, ասես շատ ամուր զգացողություն սրտի թփթփոց եմ զգում, քանի որ մեր կոդը Հայաստանում է, ինչքան էլ մենք ապրում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այո, չեմ ամաչի ասել, ես շատ եմ սիրում այս երկիրը, որովհետեւ սրտաբաց ընդունել է ինձ, բայց ես հայ եմ, իմ կոդը Հայաստանում է եւ ես այնտեղ եմ ինձ զգում ձուկը ջրում այսպես ասած, շատ լավ Որ գնում ես հետո շատ դժվարությամբ եմ հետ գալիս, այո։ Շատերն են ասում ու բոլորն են ասում, ոչ թե շատերը, այլ բոլորն են ասում։ Ես ճիշտն ասած իմ հայրենասիրությունը հասկացել եմ, երբ որ եկել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ես չգիտեի, որ ես այդքան հայրենասեր եմ։ Երբ որ եկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այդ ժամանակ նոր զգում ես հայրենիքը ինչքան կարևոր է ու ինչքան շատ է կանչում քեզ հետ։ Լավ Ես հարցը համարյա բոլորին տալիս եմ, իմ հարցերը կրկնում են մեծ մասը, որտեղ ամեն մարդ այդ հարցին իր պատկերացումով է պատասխանում, իր ձևով։ Օրինակ ասում եմ իմ սոցիալիստներին, ասում եմ 3 ինչ թանկ բան ունես, 3 ինչ թանկ բան կա, որ երբեք ոչ մի բանի հետ չես փոխի։ Քանի որ խոսեցինք հայրենիքից, առաջինը կարող եմ ասել հայրենիքս է, հետո որդիս ու ծնողներս։ Եղավ 3 3 Այն բանը եղավ, չէ, որ ասում ապարանցի ոսկե ցկնիկա, չէ, վռնում ասում ասա 3 ցանկություն, ասա ինչ ես ուզում կատարեմ տերիմ, ասում մի հատ տուն, մի հատ դաչա, ուրեմն ավտո լավ, Mercedes, բա, էս մեկ, մի հատ ու սկսում տվել։ Եղավ, շատ տպավորված եմ, շատ գոհ քո պատասխանից։ Քո մանկությունից կարող ինչ-որ բան իջես, որ միշտ մնացել է քո հիշողության մեջ։
կարող եմ մի դեպք հիշել, չգիտեմ, ծնողներս կսիրեն, որ կհիշեմ այս դեպքը թե չէ։ Մելանի անունը մի հատ շատ հետաքրքիր ինչի են ինձ կոչել Մելանիա, որտեվ հայրս երբ որ բանակ ա գնացել, միջև այդ սիրած աղջիկ ա ունեցել, ու անունը Մելանիա ա եղել իրականում։ Երբ որ շատ փոքր էի, գնացել էինք քաղաքից դուրս, հանդիպեցի Մելանիային, այսպես ասած։ Այդ երբեք չեմ մոռանա, պապաս, մամաս, ես եղբայրս, պապան տեսավ Մելանիային ու ասաց Մելանիա ջան, ծանոթացի, սա էլ իմ Մելանիան է, ես փոքր աղջիկ էի ու I'm like, բայց ինչի է իմ անունը քո անունից, հիմա նոր հասկանում եմ, ու մամաս տենց հզոր կինա, որ օքեյ ա եղել, որ իմ անունը Մելանիա լինի ու երևի այդ ամենահետաքրքիր դեպքերից էր իմ կյանքի։ Այնքան հարազատ բան կա այսօրվա մեր զրույցի ու մեր միջև, որ ինձ թվում է 100 տարի մենք իրար գիտենք։ Ինձ էլ այդպես թվում է։ Իրոք, այս տպավորությունը ոնց որ շատ այնիշ մեկ որ հաշվեք կարող է 4-5-րդ հանդիպումն ա մեր, չէ՞ սա, որի համար ես նորից եմ ասում գոհ շնորհակալ եմ։ Դու քո գործով ինչ կմաղթեիր էլի մեր ժողովրդին, մեր երիտասարդներին։ Կմաղթեի, որ երբեք չսկսեն թմրամիջոցներ օգտագործել, որովհետև թմրամիջոցները սկզբից օգտագործում են հետաքրքրությունից ելնելով, հետո անում են, որովհետև այլ ընտրանք չունեն, որովհետև նրանց մարմինը, նրանց ուղեղը connect է լինում դրան ու չեն կարողանում չանել։ Ձեր հետաքրքրությունը, curiosity-ին դրեք մի կողմ, մի փորձեք, որովհետև դա ապագայում ձեզ համար մեծ չարիք է դառնալու։ Դες դու իջել բոլորովին այլ մասնագիտության տեր մարդ ես, արդեն բոլորս իմացանք ինչ մասնագիտության, բայց ես գիտեմ, որ դու շատ կապված ես ու կպած ես մշակույթին, հայ մշակույթին, այս երիտասարդ երգիչներ, երգչուհիներ լսում եմ, հասկանում եմ ինչ երգեր ես լսում, ինչ ես նայում, մի խոսքով, այսօրվա մեր երիտասարդ դերասաններին, դերասանուհիներին, երգիչ-երգչուհիներին ինչ կմաղթես, կարող է նույնիսկ շնորհակալություն հայտնես, որ իրանք ես գնում ես ու իրանցից հաճույք ես տալու։ Շատ շնորհակալ եմ, որ ունենք լավ փոխարինորդներ մեր աստղերի ու համոզված եմ, որ կունենանք մեծ հանճարներ, որտեղ շատ լավ երիտասարդություն ունենք։ Իսկապես շատ լավն են, շատ։ Նայում ես ու տեսնում ես, որ մեր ապագան իսկապես լուսավոր ու գեղեցիկ է լինելու։ Հիմա խոսացինք մենք ամեն ինչի մասին խոսեցինք, թե արվեստից, թե քո մասնագիտությամբ, թե ընդհանրապես կյանքից։ Ինձ հետաքրքիր է, կար էլի մի թեմա, որի մասին կուզեիր թեկուզ թրոցիկ մի երկու բառով ամփոփեիր։ Ինձ համար ամենացավոտ թեման էլի իմ մասնագիտությունն է, կուզեմ որ երբեք, կուզեմ ես գործազուրկ լինել, եկեք այսպես ասել։ Միակ դեպքն է, որ կուզեմ ես աշխատանք չունենամ, որովհետև կուզեմ այս չարիք աշխարհի երեսից վերանա։ Drug-ն են ալկոհոլ։ Շատ չարիքներ կան, թող բոլոր չարիքները վերանան, մենակ դա չէ։ Թող սպատերազմները, կռիվները, մարդկանց կոտորելը, թող ապրեն մարդիկ էլի մի կյանք են ապրում, թող կարգին վայելեն ու գնան։ Սիրեն իրար ու վատություն չանենք իրար, ինչով կարող ենք օգնել, պարոն Ղազարյան։ Եթե գոնե չենք կարող օգնել, գոնե չխանգարենք։ Այս ուրեմն մեր հաղորդման վերջում ասեմ, որ մենք ունենք մի խանութ Kenneth Village փողոցի վրա, այս կոչվում է Kenneth փողոցի վրա, այդ խանութը ծաղկի խանութ սրահ, կոչվում է Kenneth Village։ Եվ նրա հետ համագործակցում ենք, մեր ինքը միշտ ծաղիկներ ուղարկում մեզ, ես գնում բերում եմ ու հասնում եմ մեր հյուրերին։ Հիմա էլ ուզում եմ նրանց ծաղիկներից մի հատ գեղեցիկ փունջ նվիրել քեզ, հիշատակ այսօրվա ու շնորհակալություն հայտնել մեկ անգամ եւս, որ նախ եկար իմ հաղորդմանը եւ երկրորդը, որ մեր ֆիլմին նոր սկսվող ֆիլմին հովանավոր եղար։ Շնորհակալություն։ Մեծ հաճույքով։ Ասա, այս գեղեցիկ ծաղիկը ես սիրով ուզում եմ նվիրել քեզ, Մելանիա ջան։ Շատ գեղեցիկ է, thank you, պարոն Ղազարյան։ Շատ գեղեցիկ է, շնորհակալ եմ։ Միշտ որ հանդիպում։ Ստեսին ջան։ Շնորհակալություն խնդրեմ։ Դե ինչ սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդումը։ Իմ հյուրն էր մի շատ հրաշալի, մի հաճելի անձնավորություն Մելանիա Հովհաննիսյանը։ Այժմ անցնեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Ասում են կինը սիրում է ականջներով, տղամարդը սիրում է աչքերով։ Սկում եք ժողովուրդ ջան, որ երկու դեպքում էլ խելքը պետք չեկավ։ Միշտ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։
քերի, ձեզ ինչ է պատել, ինչու եք այդպես անհանգիստ։ Մտածում եմ, ես շատ եմ մտածում։ Աղջիկ ջան, շատ եմ մտածում։ Ինչի մասն եք մտածում եք։ Աչքիս ես կինս ինձ դավաճանում է։ Ինչի դիմաց։ Ցավը տանեմ, դա է։ 3-4 տարի է քաղաքը փոխել են, գնացել եմ ուրիշ քաղաքում եմ ապրում։ Բայց սանցեղտիկը նույնն է մնացել։